Հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյան, համեցեք տիկին Ղազարյան։ Խնդրում եմ լռություն պահպանել դահլիճում։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկելիս մենք արդեն նշել ենք, որ այս առաջարկով այս ամբողջական լուծում չի հանդիսանում իրենից եւ կարող է նոր հարցեր առաջացնել եւ ուզում եմ հատկապես այն մասը ընդգծել, որ ազգային ժողովի կանոնակարգով էլ սահմանված է, որ հանձնաժողովի թիվը եւ կազմը ձևավորվում է խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ եւ սա նշանակում է, որ նման հանձնաժողովը պարզապես գործունակ չի լինի, քանի որ ամեն դեպքում լինելու է մեծամասնության հանձնաժողով եւ բացի այդ էլ այս գործընթացը եթե սկսենք այն կարծես անընդհատ բաց շղթա է լինելու, ինչի արդյունքում միշտ մեծամասնությունը ունենալու է ավելի մեծ հնարավորություններ եւ անհավասար պայմաններ է ստեղծվելու։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշել ենք, մենք հիմա էլ նախաձեռնել ենք էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծելու գործընթաց եւ մենք այս հարցը քննարկել ենք համատեղ ձևաչափով, որպեսզի անդրադառնանք հանձնաժողովի պարիտային հիմունքներով ձևավորմանը, գործունեության չափանիշներին եւ կանոնակարգին։ Ուստի համոզված եմ, որ այժմ առաջարկվող ժամանակավոր հանձնաժողովը չի լուծի այս խնդիրը, այլ կարող է ստվերել այն աշխատանքը, որ ուղղված է կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողովի ստեղծմանը։ Մեր նպատակը պետք է լինի ստեղծել մշտական գործող ինստիտուցիոնալ հանձնաժողով, որը կուսակցական պատկանելությունից անկախ կկարողանա օբյեկտիվ արդար մոտեցում ցուցաբերել պատգամավորի էթիկայի հետ կապված հարցերին։ Գործող կարգավորումները դուք էլ լավ գիտեք, որ ունի լրջագույն բացեր, ունի սուբյեկտիվության մեծ ռիսկ եւ ես կարծում եմ այս պարագայում այդ սուբյեկտիվությունը ամեն դեպքում ակնհայտ է, այն որ միևնույն ժամանակ հանձնաժողովի նիստին դեմ ենք արտահայտվել, բայց էլի կանոնակարգ օրենքը օգտագործվելով այսօր էլի լիագումար նիստերում այս հարցը քննարկվում է, կարծում եմ նախաձեռնողների կողմից ամեն դեպքում այս հարցի որոշակի լուծում իրենք այս ճանապարհով ստանում են, բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ մենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ ենք եւ կոչ ենք անում կենտրոնանալ մշտական, օրենսդրորեն ամրագրված եւ ինստիտուցիոնալ հանձնաժողովի ձևավորելու վրա բոլորի մասնակցությամբ եւ վստահությամբ։ Այսքանը, շնորհակալ եմ։ Հարցերի համար երթագրում։ Եղամ Նազարյան, համեցեք։ Դուք նշեցիք, ինչպես հանձնաժողով, այնպես էլ հիմա, որ եթե կազմենք էթիկայի հանձնաժողով, քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է կազմելու եւ այդ հիմնավորմամբ դեմ եք էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը։ Այդ դեպքում իհարկե մեծ հաշվով դուք ճիշտ եք, բայց ինչ եք կարծում, քաղաքացիական պայմանագիրը կարող է դիտավորյալ սխալ որոշում կայացնել միայն այն պատճառով, որ Անդրանիկ Քոչարյանը հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ։ Այսինքն դուք ի սկզբանե ասում եք, որ եթե նույնիսկ համոզված լինենք, որ Անդրանիկ Քոչարյանը, չէ, խոսում եք, սպասում եմ, Անդրանիկ Քոչարյանը մեղավոր է եւ պետք է ներողություն խնդրի, ասելու եք ոչ, նա պետք չի ներողություն խնդրի։ Այդ հիմնավորումն է։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան հարցի համար, պետք է նշեմ, որ ինչպես տեսակ եւ իմ խոսքում եւ այստեղ եւ հանձնաժողովում եւ կոնկրետ դեպքին եւ մանրամասներին դեպքի չեմ անդրադարձել եւ չեմ էլ ուզում այս պահին անդրադառնալ, որովհետեւ դեպքի մանրամասները ինքը իրենից ենթադրում է հենց էթիկայի հանձնաժողովի աշխատանքները, բայց այն քաղաքական հանձնառությունները, որ մենք ցանկանում ենք, որ անպայման էթիկայի հանձնաժողով ձևավորվի ազգային ժողովում, դա փաստ է եւ մենք արդեն այդ գործընթացը ստեղծել ենք եւ արդեն պարիտետային հիմունքներով, որպեսզի որևէ տեսակի թե քաղաքական պատկանելիությունը, կուսակցական պատկանելիությունը եւ այլն, այդտեղ որ իր սուբյեկտիվ դերը չխաղա, ավելի լավ է մենք այս պահին որևէ ես այլի եմ ասում, մենք բավականին շատ դեպքեր ենք ունեցել նաեւ այլ պատգամավորների կողմից, թե մեր թե ձեր այսպես չառանձնացնեմ, թե ընդդիմության, թե իշխող, բայց որևէ դեպքում էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու միտք չի եղել եւ այստեղ էլ ես նշեցի, որ սուբյեկտիվության հարց նաեւ այստեղ կա եւ որպեսզի նման բաներից խուսափենք, եկեք ավելի լավ է այս պահին զերծ մնանք նման հանձնաժողովի կազմելուց եւ հետագայում արդեն պարիտետային հիմունքներով ձևավորված էթիկայի հանձնաժողովում դեպքերը թող քննվեն ավելի օբյեկտիվորեն։
Համեցեք արձագանք։ Մեր ու ձեր падգամավոր չկա, կա ազգային ժողովի падգամավոր եւ այս դեպքում ես մեկ անգամ եւս ուղղակի ձեզ որպես պետաիրավական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող, ուղղակի կոչ եմ անում, որ եկեք փոխեք ձեր դիրքորոշումը եւ ամեն դեպքում համաձայնվեք այս հանձնաժողովի ստեղծմանը ու հետաքրքիր կլինի իսկապես 3-ը 2 հարաբերակցությամբ ինչ որոշում կկայացնի էթիկայի հանձնաժողովը։ Պարոն Նազարյան, մենք արդեն այս հարցի շուրջ մեր որոշումը հայտնել ենք։ Արծվիկ Մինասյան։ Κύριε Նազարյան, հանձնաժողովում շատ քննարկվեց այս հարցը, բայց նորից եթե հարցի պատասխանը այդպես էլ հստակ չի։ Հիմա թե ինչ է լինելու ապագայում, ինչ հանձնաժողովներ են ձևավորվել, թողենք ապագայի մասով։ Այսօրվա կարգավորումն ասում է քաղաքական մեծամասնություն դու ստանձնում ես պատասխանատվություն, падգամավորի վարքագծի մասով ձևավորես հանձնաժողով, քանի որ մեծամասնության քվեարկությունով պետք է ձևավորվի։ Հիմա դուք վերահաստատում եք, որ դուք պատրաստ չեք վարքագծի, падգամավորի վարքագծի հարցով ձևավորելու էթիկայի հանձնաժողով եւ հանրությանը ուղիղ ասեք դա, որ կապ չունի, եթե իշխանության падգամավոր է, ուրեմն ամեն ինչ իրան թույլատրելի է, դրա համար չեք ուզում ստեղծվի։ Պարոն Մինասյան, նախ սկսեմ ընդեղից, որ եթե իշխանական падգամավոր է, դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը ու բազմիցս էլ նկատել եք, տեսեք Տիկին Թովմասյանն էլ նշեց, որ Հասմիկ Հակոբյանը կոնկրետ որակավորում տվել է ամեն դեպքում այս դեպքին, այսինքն մենք այդպես խնդիր չունենք դատապարտելու ցանկացած տեսակի ատելության խոսք, բռնություն եւ այլն, ես ելի եմ ասում, ես զերծ եմ մնում այս մասին։ Իսկ այն հանձնառությունը, որ մենք ցանկանում ենք ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով, որը կարողանում է գործել, դա արդեն խոսում է մեր հանձնառության մասին, որ մենք ամեն դեպքում պատրաստ ենք եւ ունենք այդ հանձնառությունը, բայց մասնավոր դեպքերին անդրադառնալ այս պահին չեմ ցանկանում։ Ես էլի պետք է նշեմ մեր բանը падգամավոր Ալեքսանյանն նշեց Դավիթի դեպքում, ինչի այդ ժամանակ մենք չորոշեցինք հանձնաժողով ստեղծել, որպեսզի դատապարտվեր, ես չլսեցի Դավիթ Լևոնյանի դեպքում որևէ դատապարտող հայտարարություն կոնկրետ ընդդիմության կողմից, բայց մենք այնքան քաջություն, համարձակություն, նաև սուբյեկտիվ կարծիք ունենք, մենք մեր ինքնակնդադատաբար ենք մտնում, որ երբեմն էլ արտահայտվում ենք։ Այնպես որ մեզ մեղադրել, որ մենք հանձնառություն չունենք, անիմաստ է, որովհետև արդեն էթիկայի հանձնաժողովի ստեղծման գործընթացը ընթացքի մեջ է։ Համեցեք արձագանք։ Ես այնքան շնորհակալ կլինեի, որ Անդրանիկ Քոչարյանին կամ որևէ անձի մասով վերաբերվեին իրավապահները այնպես, ինչպես վերաբերվեցին ձեր բերված օրինակում падգամավորի օգնականի նկատմամբ, դա 10%-ի չափով։ Ես բավարարված կզգայի եւ նաեւ կարծում եմ շատ լրագրողներ բավարարված կզգային։ Բայց տվյալ դեպքում դուք տեսեք, շատ է սիրում Ռուբինյանը այդ բառն օգտագործել։ Դասական երեսպաշտության օրինակ եք ցույց տալիս։ Ասում եք մենք անհատապես դատապարտում ենք, բայց խմբային ոչ։ Սա ինչ է։ Սա ինչ վարքագիծ է, երեսպաշտություն չի սա։ Լավ, ի վերջո կարևոր մի բան կա։ Դուք որպես իշխանություն պիտի թելադրեք մշակույթ։ Այն հարցերը, որ ես լսեցի Թակույր Թովմասյանն ուղված, դուք ոչ թե դատապարտում եք բռնությունը, դուք խրախուսում եք բռնությունը, եթե այն կիրառվել է ընդդիմադիրների նկատմամբ եւ փորձում եք մեղադրանքների սլակներն ուղղել ընդդիմությանը։ Այն դեպքում, երբ որ դուք եք թիվ 1 պատասխանատու։ Պարոն Մինասյան, այդ նույն մոտեցմամբ ես կարող եի ասել, որ դուք էլ նույն մոտեցումն եք ցուցաբերում իշխանական падգամավորների նկատմամբ, եթե չեք դատապարտում մի դեպքը կա, եթե սրանից առաջ լինեին տարբեր դեպքեր, որոնք որ անկախ առանց սուբյեկտիվ վերաբերմունքի արտահայտության կլինեին առաջարկ այդպիսի էթիկայի հանձնաժողով ձևակերպելը, գուցե հիմա այս խոսակցությունը չէր լինի, բայց քանի որ կա կոնկրետ վերաբերմունք, կոնկրետ անձի նկատմամբ եւ կոնկրետ այս հարցը բերվում է մասնավոր դեպքում հենց մասնավոր անձի նկատմամբ դա արդեն կողմնակալ վերաբերմունք է, այդ իսկ պատճառով էլ մեր պատասխանը այս հարցին այսքանը։ Շնորհակալություն, հարցերը ավարտվեցին։ Մտքերի փոխանակության համար գրանցում։